կիլոմետր Երևանից դեպի Սևան եկող մայրուղու վրա մենք այս տարի էլի միջին նորոգման աշխատում։ Հա ինչ լավ է, որովհետև նկատեցի ախր այդ ամենամեծ խնդրեմը գիտեք որն է, որ հիմա ասենք ինչ որ մի տարբեր տարիներ են սարք, բայց հիմա ուրիշ խնդիր էլ կա։ Հիմա մեր ստանդարտով միջին նորոգման ժամկետը ինչքան է։ Տարի, բայց ինտենսիվ երթևեկության Չէ, ուրիշ բան եմ ասում։ Ասենք հիմա հատվածներ կան, որտեղ ես որ տենում եմ, ասում եմ ոնց էս արդեն նորոգման կարիք ունի, մոռանում ենք, որ արդեն 8 տարի անցել է, էլի դրա մեզ թվում է, որ մի անգամ սարքեցինք էլ վերջ, էլ արդեն դրան ինտենսիվության պարագայում 3-ից 5 տարի է, նորմայի դեպքում 5 տարի։ Բայց մեր մոտ իհարկե ավելի երկար է։ Ես հիմա ճանապարհներ կա, որոնք արդեն զգում են, որ պետք է անդրադառնանք, բայց 7-8 տարվա ճանապարհներ են, որը այսինքն ես դե նայելով ես չգիտեմ, բանա հիմնանորոգում ա եղել, թե միջին նորոգում ա եղել, բայց հետո ճշտում ենք, որ նախորդը միջին նորոգում ա եղել, այնպես որ ամեն ինչ։ Եթե ծավալը իր մինչև 10%-ի չափ թույլ է տալիս պահպանել փոսային նորոգումով, դա դեռևս միջին նորոգման ճանապարհ չի։ Հիմա սովոր ենք, որ եթե միակ ճակ կա կամ բայց կներեք, հիմա մենք առաջիկայում անպայման այդ կշերտների հարցը պետք է լուծենք, ընդ որում մենք ոչ մեկին այդ կանգնելու անհրաժեշտություն չլինի, ստատիկ կշերտ լինի, մեքենան անցնի, իր քաշը ֆիքսվի։ Եթե քաշը ավել է, արդեն լրացուցիչ վճարներ պետք է գնա, որ այդ վճարումը գնա, այդ ֆոնդը ձևավորվի, այդ ճանապարհները անդադ նորմալ վիճակում լինեն, էլի, որովհետև այդ ճանապարհ կա, որ կառուցել ենք, ոնց կառուցել ենք, տենց մնացել է, որովհետև երթևեկության ինտենսիվություն չկա, բայց ծանր հիմա գիտեք, կրկնակի բարձում ենք ու խնդիր է առաջանում։ Շատ շնորհակալություն պարոն վարչապետ, մեր Վարդենիսին այսքան մեծ ուշադրություն դարձնելու համար, այսքան ծրագրերի, այսքան գործերի։ Հազար ներողություն, բայց այդ ես շատ ուրախ եմ, որ այդ բառերը շատ համայնքում եմ լսում, որովհետև տենց համայնք չկա, որ եւ բնակավայր չկա։ Ես չգիտեմ, կա տենց բնակավայր, որտեղ մենք ծրագրեր չենք արել։ Իմիջիալոց ես ուզում եմ ասել, որ էլի հիմա մենք Վարդենիս խոշորացված համայնքում ենք, ճիշտ է, Վարդենիս խոշորացված համայնքում ենք։ Ես ուզում եմ, ես հիշում եմ 2022 թվականին, երբ որ ես եկել եմ այստեղ, կամ նույնիսկ 21 թե 22 թվականին, բայց ես նաև շատ ուրախ եմ, որ այսօր մթնոլորտը ընդհանուր առմամբ փոխված է եւ ելի եմ ասում սիրելի ժողովուրդ վստահ եղեք մի բանում որ այն խնդիրները որ մենք սահմանում ունենք բոլորը սահմանազատման գործընթացի շրջանակներում հանգիստ խաղ ձևով կլուծվի եւ վստահ եղեք խաղաղության մեջ եւ վստահ եղեք նաեւ նրանում որ խաղաղությանը տեր կանգնելը շատ կարեւոր է Այսօր իմիջիալոց ձեզ ասեմ, այսօր Հայաստանի Հանրապետությունում բանը թիրախը կառավարությունը չի, թիրախը իշխանությունը չի, թիրախը խաղաղությունն է։ Մեզ չեն խփում, խաղաղությանն են խփում, ամենատարբեր վարկածները առաջ քաշելով, ամենատարբեր սցենարներ առաջ քաշելով, բայց ես կարծում եմ, որ խաղաղությունը դուք տենում եք, դուք զգում եք եւ շատ կարեւոր է, որ դուք այդ խաղաղությանը տեր կանգնեք եւ համոզված եմ, որ հատկապես այստեղ խաղաղության եւ կարիքն է զգացում եւ հույս ունեմ որ դուք արդեն դա էլ է պետք հասկանալ դուք մենք բոլորս հատկապես այս հատվածի ժողովուրդը մենք խաղաղությունը այսինքն միշտ էլ ինչքան է միշտ էլ այդ լարվածությունը եղել է հիմա մենք պետք է այդ լարվածությունը թոթափենք կենտրոնանանք կրթության աշխատանքի ներդրումների զարգացման վրա եւ կառավարության ռազմավարությունը է սա Շնորհակալ եմ շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Լավ է։ Այնօր Դավիթին տեսա։ Քարտեզից եմ ուզում նվիրել։ Քարտեզից քարտեզ։ Դավիթը փոխանցեց։ Մոտ մի հատ կապա։ Չէ, հեսա։ Խնդրեմ։ Մեկ էլ մի խնդրանք։ Ասեք։ Ապրատի տոմս չառնես հաջորդ անգամ։ Դու դա առ ապրատի չառնես։ Խնդրում եմ ուղղակի։ Եկեք Փաշինյան։ Ինչ նկատի ունի լավ չհասկա։ Ես դետաժեն տախացել։ Ես Որտե՞ց։ 30 տարի ապրում եմ Վարդենիսում։ Ինձ ոնեմ վալի երեխա։ Շատ լավ։ Ինձ ես ապրում եմ մեր գյուղում ոչ ջուր կա, ջուր, խմելու ջուր։ Ճիշտ եք ասում։ Ոչ ունենք գազ։ Ճիշտ եք ասում։ Էրե գազը ստայրում ռայոն լցնեմ, գազը փակված է։ Քետիկուբը 30-40 հազար են ասում։ Հիմա մենք կզանա խնդրանքս եթա։ Մեզ համա գազ, մեկը խմիլի ջուր։ Անպայման։
Անպայման այդպես մտային քեզանց խնդրեմ։ Հասկանալի է։ Կարակ չխնդրեք, որովհետև առանց ձեր խնդրելու ջուրը հաստատ գազն էլ համեցեք։ Աննես Արսենն է։ Ուրախ եմ։ Մեր քաղաքապետն ինձ լավ բոլոր ճանաչում են։ 44 պատերազմի հերոսի երեն։ Առաջի պատերազմի մասնակից տղա է, մեր սպարապետի կողմից շքանշան ստացող տղա է։ Մեծ տեղ ես երկու համալսարան ավարտե, խնդրից ասի ծառայ բանակին։ Ծառայումա բանակին, մեր 105-րդ բրիգադի ֆինանսական բաժնի պետն է տղես։ Ուրախ եմ։ Ես էլ եմ շատ ուրախ։ Ռազնիկը ամսի 25-ի իրիկուն։ Ցավը տանեմ, ես սա ոստիկաններ դասեմ, ասում փառք։ Երեխան խմեր է, լավ էր, բայց որ ավտոմobili շատ վատեր էր։ Բռնին զրկին լավ էին։ Սենց կայնած խոսում ենք, որ կույրանք իթան իրաց գործին մեկ գործի, մատ սակայն բարեկա ին լրագրող անից վատնա։ Մեռնեմ ցեզ։ Այդ գործի մասին գիտեմ։ Այդ որ վիճաբանությունը։ Վիճաբանություն չէ, տարան երտեղուն, ոստիկանություն, ես եմ ոստիկաններ դասեմ, բարեկներին ձևից ծեցին իմ առաջին տղուն, եթե ինձ օպերացիա քրեական գործ կա հարուցված դրած կապված։ գլխուց ծանր օպերացիա տղա է։ Ինձ զանեն դեպքի բերնիա։ Ես այդ գործը գիտեմ։ Քրեական գործ կա հարուցված։ Եթե չեմ սխալվում, հատ խնդրանք ունեմ։ ոստիկանները ոնց որ ծառայությունից նաև կասեցված է իրանց ծառայությունը, որպեսզի օբյեկտիվ քննություն։ Որովհետև ձեր ազգանունը կներեք, պարոն Սարգսյան, մեզ համար եւ մեր ծառայող եւ զին ծառայողները եւ ոստիկանները մեզ համար 21 թվին գնացին գա թուրքերու ծեր։ Եղբայր, ես այդ գործի մասին գիտեմ։ Ինձ այդ գործի մասին պաշտպանության նախարարն էլ ազեկուցել, ներքին գործերի նախարարն էլ ազեկուցել որպես առանձնահատուկ դեպք եւ ուզում եմ ասեմ, որ այդ գործի քննությունը մեր ուշադրության կենտրոնում է։ Ես չեմ կարող հետևություն անեմ, բայց որովհետեւ հա, բայց ես գիտեմ այդ գործի մասին, ասում եմ, պաշտպանության նախարարն էլ ազեկուցել հաջորդ առավոտը։ Ներքին գործերի նախարարն էլ ազեկուցել հաջորդ առավոտը։ Եվ ես մեր Ես մի հատ մկակարամ երեխա բերեմ, օրս արև ինգամտել անուն ռազոյա 44 օրվա պատերազմի մեյան չկա, աշկ չկա, թև չկա, կանդը փչե աշկի մեջ անանի տղեն, տարե բաժին ծեցե, քննություն թող գնան ցուցմունք տան, պատմեն նորմալ քննության հետ համագործակցեն, հասկանանք ինչ է։ Ես նորմալ բան չեմ։ Հա, եղբայր։ Նախ շնորհակալություն ձեր արած աշխատանքի համար։ Ես ձեզ։ Բարև եղբայր, ես ձեզ։ Շատ լավ։ Հա, եղբայր։ Մենք քեզի շատ շնորհակալ ենք կառավարության կատարած աշխատանքի համար, որ մեր գյուղում վերջապես ասֆալտ եղավ։ Դուք խոստացել եք 21 թվականին։ Խոստացել ենք արել։ Հա, բայց մնաց կիսը լեռնեմ։ Էն էլ կանենք եղբայր։ Երևից մտնում։ Դժվար է սկսելն է, դժվար է սկսելն է։ Դժվար է սկսելն է։ Շատ շնորհակալ ենք։ Վարդենիսում էլի ունենք տեղ մտնելու։ Հա, հիմա գյուղը։ Շատ լավ։